Արդյոք ձեր մարմինը իրավունք ունի քննելու այս պահից սկսած, երբ արդեն ըստ էության մանդատի տրամադրման վերաբերյալ դուք արձանագրություն կազմեցիք նրա մեղադրանքի վերաբերյալ եւ կալանքի վերաբերյալ այդ միջնորդությունը, որովհետեւ փաստաբանը ավելի շուտ Արամ Վարդեբանյանը, որը նաեւ պատգամավորի մանդատ ստացավ, հայտարարում է, որ խախտում է եւ արդեն ԿՀ-ի լիազորությունից դուրս է այս հարցը եւ տեղափոխված է ազգային ժողովի տիրույթ, կխնդրեի սրան անդրադառնայիք նաեւ հողում անելով են կարգավորումներին, որոնք ձեզ թույլ են տալիս արդեն պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հարցը քննարկել կալանքի եւ մեղադրանքի։ Շնորհակալություն։ Ես իհարկե համոզված եմ, որ պարոն Վարդանյանը շատ փորձառու իրավաբան է եւ հնարավոր է, որ դուք ամբողջությամբ չեք վերարտադրում իր ասածը, որովհետև ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը ըստ էության պահանջում է, որպեսզի կարող բացել ընթերցել ձեզ համար, որ պատգամավորի թեկնածուի եւ պատգամավորի թեկնածուի մինչև պատգամավորի լիազորությունը ստանձնել ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետամտում կարող է հարուցել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Սա այս ձևակերպումը նաև արտացոլված է Սահմանադրական դատարանի 22 թվականի, եթե չեմ սխալվում, մարտին էր կայացվել 1644 որոշման մեջ, որտեղ Սահմանադրական դատարանը այս միջակայքի համար, այսինքն ընտրված պատգամավորի, բայց լիազորությունները չստանձնած իրավիճակում պահանջում է, որպեսզի քրեական հետապնդում հարուցումը, ազատություն զրկելու գործընթացը կարող է տեղի ունենալ միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ եւ այդ որոշումները պիտի ընդունվեն 2/3-ով։ Այսինքն այս դեպքում բոլորիդ հայտնի է, որ մենք եթե 5 միջնորդություն Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք ունեցել ենք այդ պահին 5 միջնորդություններ պատգամության թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Այդ միջնորդությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով վերադարձրել է դատախազությանը, որովհետև ընտրական օրենսգրքի 101-րդ հոդված 101-րդ հոդվածի 91-րդ հոդվածի ասեմ Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները 91-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ նախադասությունն է։ Իրավունքները եւ պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածում են մինչեւ ազգային ժողովի ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճակման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճակման դեպքում մինչև Սահմանադրական դատարանի որոշում ընդունել է։ Այսինքն պատգամավորի թեկնածուների կարգավիճակը Սահմանադրական դատարանի որոշումից հետո դադարում է, բայց մանդատների բաշխմանը մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում ընտրված պատգամավոր թեկնածուները հնարավոր մինչև այս պահը հնարավորություն ունեին, ասենք, կամ ճանաչվելու ընտրված պատգամավոր, կամ եթե, ասենք, իրենց հերթը չի ասում, ուղղակի կամ ինքնաբացակ են ներկայացնում, այդ դեպքում չեն ստանձնում։ Եվ ըստ էության դատախազությունից այդ մեր որոշումից հետո հուլիսի 13-ին, եթե չեմ սխալվում, կարող է ամսաթի ուղղակի սխալվեմ, հուլիսի 13 կամ 14-ին դատախազությունից մենք կրկին ստացել ենք միջնորդություն, կրկին Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ, որը որ դատախազությունը հղում կատարելով Սահմանադրական դատարանի կողմից հիշատակված որոշմանը, որ ըստ էության, երբ որ ընտրված պատգամավորը քանի դեռ լիազորությունները չի ստանձնել, այս դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Եվ ըստ էության մենք այդ իրավիճակը մինչ արձանագրության կազմում, մինչ խորհրդարանի
կազմի հաստատումը մինչ ընտրված падգամավորների ցանկի հրապարակումը, մենք այդ իրավական կարգավիճակը չունենք։ Տեսեք, այսօր 17:00-ին նշանակված է արտահերթ նիստ, այդ միջնորդության քննարկման նպատակով այդ մասին ծանոթացած է Ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի լիազոր ներկայացուցիչ պարոն Վարդանյանը ծանոթացած է, մյուս լիազոր ներկայացուցիչը ծանոթացած եւ նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմից խնդրել են հնարավորություն, եթե կարիք կա պարոն Կարապետյանին եւս ծանոթելու, այսինքն եւ 17:00-ին այդ միջնորդությունը քննարկվելու է։ Պարոն Հովակիմյան, այսինքն ստացվում է, որ մինչև օգոստոսի 2-ը ինչ խնդիր առաջանա, դուք եք քննելու այդ միջնորդությունները։ Հարգելի լրագրողներ եւ մեզ հետեւող քաղաքացիներ, ըստ էության մինչև օգոստոսի 2-ը, եթե արձանագրությունում ընտրված падգամավորներից որևէ մեկի հետ կապված քրական հետապնդում հարուցելու խնդիր առաջանա, այո, պիտի դատախազությունը դիմի կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ համաձայնություն ստանա, այնուհետեւ նոր քրական հետապնդումը հարուցի, եթե չստանա համաձայնությունը, չի կարող այդ քրական հետապնդումը հարուցել։ Օգոստոսի 2-ի 10:00-ից սկսված արդեն падգամավորների նկատմամբ քրական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համար դատախազությունը այլևս պետք է դիմի խորհրդարանին։ Մի կարճ ճշտում էր պարոն Հովակիմյան, այսինքն հուլիսի 13-ին եք ստացել դիմումը, այսօր նոր եք քննարկելու։ Եվ եթե այո, ինչու։ Այո, որովհետև սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված այդ կարգավիճակը ընտրված падգամավոր եւ լիազորությունները չստանձնած այդ կարգավիճակը թեկնածուն ձեռք է բերում միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրված падգամավորների մանդատները, այսինքն արձանագրության կազմելու եւ մանդատներ հանձնելուց հետո։ Այսինքն այն արձանագրությունը, որ մենք կազմեցինք, մինչև այդ արձանագրության պահը թեկնածուները ըստ էության այսպես թեկնածու որպես այդպիսին, այսինքն նախկին ընտրական օրենսգրքով տրված իրավունքներ եւ պարտականություններ չունեն, որտեղ ինչպես ներկայացի 91-րդ հոդվածը ընտրական օրենսգիրքը ասում է, որ միջև սահմանադրական դատարանի որոշումը այդ իրավունքների պարտականությունները ունեն, բայց որպեսզի թեկնածուի կարգավիճակը փոխվի եւ ինքը լինի ընտրված, բայց լիազորություններ չստանձնած падգամավոր, այս արձանագրությունից հետո, այսինքն այս ժամանակահատվածն է, որ ստացվում է հուլիսի 21-ից այս պահից մինչև օգոստոսի 2-ի 10:00-ն է, որ արձանագրությունում ընդգրկված ընտրված падգամավորները ունեն ընտրված, բայց լիազորություններ չստացված падգամավորի կարգավիճակ։